Ողջույն իմ սիրելի հետևորդներ, այսօր պատրաստելու եմ շատ գեղեցիկ, շատ համեղ, բոլորիս կողմից սիրված ցեզր աղցան։ Եթե արդեն սիրված է, գրեթե բոլորը գիտեն ինչ բաղադրիչներ են օգտագործվում, բացառությամբ լոլիկի և ամուսնուս բաժինը առանց չորահացի, հիմա կպատրաստեմ ես։ Հազարի տերևները շատ մանր չեմ կտրատել, միջին չափի, որպեսզի ուտելը հարմար լինի, չենք նայում, որ պետք է խոշոր լինի տերևները, մեզ ոնց հարմար է, այդպես է կտրատում ենք։ Տերևների վրա քամում եմ կիտրոնի հյութը, մի քիչ սև պղպեղ եմ ավելացնում, մի քիչ աղ, ավելացնում եմ հավի կրծքամիսը տապակած, քերած մոցարելլա պանիր եմ ավելացնում, տանը սա ունեի և վերջում մայոնեզ կավելացնեմ ու այսպես կթողնեմ, չեմ խառնի, որպեսզի հազարի տերևը չկորցնի իր տեսքը, կխառնենք ու ամուսինս կօգտվի այս աղցանից նաև, քանի որ չորահաց չենք օգտագործում։ Հիմա պատրաստենք մեզ համար։ Ինչպես շեշտեցի, հազարի տերևները ոչ շատ մանր եմ անելու, ոչ շատ խոշոր։ Ուտելուն հարմար կտորների եմ բաժանելու։ Այստեղ օգտագործում եմ 2 կապ մառոլ, այսինքն ինձ մոտ զույգ էր կապի մեջ, 2 հատը մի կապ էր արած, այստեղ 2 կապ է, այսինքն 4 հատ հազարի տերև։ Լցնում եմ հենց մեծ ամանի մեջ, ավելացնում եմ աղը, սև պղպեղը, լիմոնի հյութն եմ քամում և մայոնեզը։ Այս բոլորը լցնելուց հետո ձեռքով խառնելու եմ։ Մենք սիրում ենք, երբ ամբողջ հազարի տերևը ծածկված է լինում մայոնեզով, այսինքն խառնված է լինում, այդ տարբերակն էլ շատ սիրում ենք, դե առիթ չունենք, սովորական ընթրիքի համար ենք պատրաստում և մեր նախընտրած տարբերակով ենք անում։ Չենք տրորում տերևները, ուղղակի խառնում ենք, որպեսզի բոլոր կողմից տերևները խառնվեն մայոնեզով և համեմունքներով։ Ահա, հենց այսքանն էլ բավական է, խառնվեց։ Մենք այստեղ ձևավորելուց էլ մայոնեզ կօգտագործենք, նաև ուտելուց, սիրելիներս, ես անչափ շատ եմ սիրում և ինչքան էլ աղցանը պատրաստի վիճակում մայոնեզով լինի, ես ուտելուց մեկ է ավելացնում եմ։ Հենց միանգամից աղցանի մատուցման ափսեի մեջ էլ դասավորում ենք աղցանը, հավաքում ենք աղցանը, առաջին շերտը դե համեմված հազարի տերևն է, երկրորդ շերտը դասավորում ենք տապակած հավի կրծքամիսը։ Նախօրոք կրծքամիսը եփել եմ, համեմել եմ կարմիր պղպեղով, աղով, հետո տապակել եմ բուսայուղի մեջ։ Դասավորեցինք նաև հավի կրծքամիսը, հիմա մի քիչ մայոնեզ եմ տարածում, հետո որ վրան քերեմ պանիրը։ Այս փոքրիկ անցքերով եմ քերում, որպեսզի գեղեցիկ ստացվի, այստեղ շատ նախընտրելի է հենց մանր տարբերակը, և գեղեցիկ է լինում տեսքը, ահա տեսեք, և ավելի համեղ է ստացվում։ Վերջին շերտը չորահացն է, չորահացը էլի ինքս եմ պատրաստել, իմ թխած հացն է, հաստատ ավելի ապահով է, ոչ մի հավելում չկա, ինչ-որ արհեստական համեր ավելացված չեն, սև բիբար է, կարմիր բիբար և մի փոքր էլ նորից աղ ու բուսայուղ, խառնել եմ իրար, դրել եմ ջեռոցը, չորացրել եմ, ահա սա է աղցանի տեսքը, սիրելիներս, շատ համեղ է ստացվում,
Լոլիկ չեմ օգտագործել, չենք սիրում թե ձևավորման համար, թե ուտելու համար, մի խոսքով այսքանը, շնորհակալ եմ, որ դիտեցիք, կհանդիպենք հաջորդ տեսանյութում։